Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանը խայտառակ ապօրինություն է թույլ տվել, հերթական ապօրինությունը հանրահավաքի հարթակից ցույցումներ տալով, թե ինչ պետք է անեն ինձ հետ կապված եւ մյուս ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ կապված։ Սա այն դեպքն է, երբ գողը ամենաբարձրն է գոռում բռնեք գողին, իսկ տվյալ դեպքում դավաճանը, պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, թե իբր իր քաղաքական ընդդիմախոսը պետական դավաճանը։ Սա Գեբելսյան, իրենց հոգեհարազատ Գեբելսյան եւ պետական ուրեմն Գեբելսյան իրենց հաճելի քարոզչության դրսևորումներից մեկն է եւ տվյալ դեպքում պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է մեղադրանք, որը իր դեմ կիրառվելու է իշխանափոխությունից հետո։ Հիմա ես կհիմնավորեմ իր պետական դավաճանությունը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում այն ժամանակ գործող ազգային անվտանգության ռազմավարությամբ, հիշեցնեմ նաև, որ կա Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Ես կուզենամ ներկայացնել ձեզ այն գործընթացները, որը հանգեցրել էր պետական դավաճանության։ 2022 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն հորդորում են միջազգային ուժերը, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը, որից հետո իրենք կապահովեն անվտանգություն Արցախի մեր հայրենակիցների մասով։ Դրանից առաջ տխրահարչակ Մակրոնը մի հարցազրույց էր տվել եւ հայտարարել էր, որ ինքը զարմացած է եւ հիացած է Նիկոլ Փաշինյանի խիզախությամբ։ Դրան նախորդել էին ստվերային գործընթացներ, հանդիպումներ, որի ընթացքում էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Արցախի կարգավիճակը իջեցվելու է, իսկ իրականում Արցախը հանձնվելու է Ադրբեջանին, դրանով իսկ փաստորեն հիմքեր էին դրվելու արցախցիների էթնիկ զտման համար։ Ապրիլյան այդ հայտարարությանը հաջորդեց դիմադրության շարժումը եւ որոշակիորեն հետաձգվեց այդ հանձնման գործընթացը, սակայն քանի որ պայմանավորվածությունները կային, տեղի ունեցավ մի իրադարձություն ողբերգական, որը ընդունված է մեր մոտ անվանել ջերմուկյան դեպքերը, այդ երկօրյա պատերազմը, որի ընթացքում մի քանի 100 մենք զոհ ունեցանք, թիվը կոնկրետ չի նշվում, եւ հետագա քրեական գործի շրջանակներում մենք կփորձենք պարզել, թե արդյոք դա համաձայնեցված էր այդ պատերազմը, որպեսզի հերթական անգամ վախի մթնոլորտ ձևավորվի հանրության մոտ, որպեսզի այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արդեն հանձնելու մասով իրականացվի, թե ուղղակի ինքն էր վախեցել իրականացնել այդ ծրագիրը, դրա համար եկել էին այդ ծրագիրը կյանքի կոչելու հետևից։ Եթե հիշում եք, սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը նույն ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը պատրաստվում է կայացնել մի որոշում, որի համար իրեն կանվանեն պետական դավաճան, բայց ինքը միևնույն է գնալու է
այդ ճանապարհով եւ կատարելու է այդ քայլը։ Սեպտեմբերին արդեն հաջորդեց հոկտեմբերի 6-ը, այդ եվրոպական քաղաքական հավաքը, այսպես կոչված քաղաքական համայնքի հավաքը, որը Մակրոնի նախաձեռնությամբ է ստեղծվել որպես կազմակերպություն, կառույց կամ հավաքույթ, որը Երևանում դուք տեսաք, հենց Պրահայում էր տեղ ունեցել եւ այդ եվրոպական այդ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Մակրոնի, Միշելի, Էրդողանի, Ալիևի եւ հերավար Բայդենի մասնակցությամբ եւ Նիկոլի ձեռքերով տեղի ունեցավ Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Արևմուտքը այդ քայլը կատարում էր ոչ թե Հայաստանի դեմ, այլ իրենք աշխարհաքաղաքական խնդիր էին լուծում ընդդեմ Ռուսաստանի, բայց մանրադրամի դերում մենք էինք եւ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր այդ մանրադրամի դերը կատարելուն, դիմացը ակնկալելով, որ իր իշխանությունը կպահպանեն միջազգային այդ ուժերը։ Հետագայում արդեն հոկտեմբերի 6-ից հետո շատ չանցած սկսվեց Արցախի բլոկադան։ Արցախի բլոկադան տևեց մի քանի ամիս։ Արցախցիները կենաց մահու կռիվ էին տալիս, Հայաստանի իշխանությունը լուռ էր եւ արդեն սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախը ենթարկվեց հարձակման ու քանի որ արդեն ճանաչվել էր Արցախը Ադրբեջանի կազմում, որևէ լեգիտիմ հնարավորություն չկար միջազգային ուժերի եւ մասնավորապես խաղաղապահների կողմից իրականացնել պաշտպանական ֆունկցիա։ Եթե հիշում եք, հոկտեմբերի 6-ից հետո տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Երևան, Մոսկվա, Բաքու ձևաչափով եւ այն փաստաթուղթը, որը պետք է ընդունվեր երեք ղեկավարների կողմից, խմբագրվել էր, քանի որ հաստացի հայկական շահը պաշտպանող չէր եղել, այդ հանդիպումը հիշում եք կայացել էր Սոչիում եւ քանի որ Հայաստանի ղեկավարը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, այդ փաստաթուղթը, որի մեջ գրված էր, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել հետագա որոշման, այդ տողը հանվեց եռակողմ հայտարարության միջից եւ ստացվեց այնպես, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը եւ Ադրբեջանի նախագահը դուրս են եկել Հայաստանի եւ Արցախի դեմ։ Բնականաբար այդ պարագայում մենք որևէ դաշնակից չենք կարող ունենալ։ Հետագա իրադարձությունները հանգեցրեցին արդեն մեզ բոլորիս հայտնի այդ ողբերգական իրադարձություններին, ռազմական բախմանը Արցախում եւ 120,000 հայերի բռնի տեղահանմանը, որը կոչվում է էթնիկ զտում, որը ցեղասպանության տարատեսակներից մեկն է։ Այս ամենի հեղինակը, մասնակիցը եւ հանցավոր կատարողը Նիկոլ Փաշինյանն է եւ ինքը պետական դավաճանության հոդվածով իշխանափոխությունից հետո դատվելու է։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին եւ դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը նաև պետք է հետագայում պատասխանի, թե ինչ է արել այն 8 միլիարդ դոլարի հետ, որը պետական պարտքի ավելացման չափն է, եւ մենք որևէ մեկը ստեյակ չենք, թե ինչ ուղղություններով են ծախսվել այդ միլիարդավոր դոլարները։ Նիկոլ Փաշինյանը պետք է հետագայում պատասխանի, թե ինչպես եղավ, որ ինքը եւ իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում միլիարդատերեր, որովհետեւ իր շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան շահույթը մաքուր 1.5 միլիարդ դոլար է, եւ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների
շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում, եւ մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմաններ կան, որի տակ մտել է Նիկոլ Փաշինյանը, եւ բոլորիս համար դրանից հետո պարզ կդառնա, թե ինչու է նա այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսևորում։ Ուրեմն թուրք-ադրբեջանական եւ արևմուտքի գլոբալիստական շրջանակների պահանջները Հայաստանից հետևյալն են. առաջին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հանձնում, երկրորդ, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, երրորդ, Հայաստանի առնվազն 3 տարածքների հանձնում, որոնք ճանապարհային կարևորագույն հանգույցների վրա են, չորրորդ, ատոմակայանի փակում, հինգերորդ, Հայաստանի հանքարդյունաբերության ոչնչացում, որը այսպես կոչված բնապահպանական ծրագրի շրջանակներում պետք է իբր թե նպաստեն Հայաստանի էկոլոգիական միջավայրին։ Հաջորդը ռուսական ռազմաբազայի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացում։ Հաջորդը Հայաստանը պետք է դուրս գա հապկից։ Հաջորդը Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Եվ դա այն դեպքում, երբ որ ԵԱՏՄ-ի շրջանակներում, մասնավորապես հայ-ռուսական առևտրային հարաբերություններում մեր տոկոսաչափը ավելի քան 30% է։ Այսինքն Հայաստանի տնտեսական կոլապս։ Եվ բնականաբար Հայաստանի ուկրաինացումը նախատեսված է, որպեսզի թուրքական աշխարհը կարողանա գերիշխող դեր զբաղեցնել Հարավային Կովկասում եւ դրանով իսկ աշխարհաքաղաքական առումով մեծ խաղի շրջանակներում դուրս մղվի Ռուսաստանը եւ Իրանը մեր տարածաշրջանից։ Ահա այս հրեշավոր ծրագրի տակ է մտել Նիկոլ Փաշինյանը եւ բնական է, որ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դեմ են այս ամենին, ովքեր Հայաստանի ազգային պետական շահն են պաշտպանում, իրենք պետք է հռչակվեն դավաճաններ իմ նշած Գեբելսյան քարոզչամեքենայի ծրագրի շրջանակներում։ Մեզ վրա որևէ ազդեցություն իրենց հարձակումները չեն կարող թողնել, ինչպես հայտնի է Մայր Հայաստան կուսակցությունը դեռևս անցած տարվանից եւ իր ստեղծման օրվանից կարելի ասել մշտապես կողմ է եղել, որպեսզի ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի եւ մենք ինքներս օրինակ ենք ծառայել կոնսոլիդացիայի, ցույց տալով, որ ոչ թե մանդատի խնդիր ունենք, ոչ թե աթոռի խնդիր ունենք, այլ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը Արցախի ճակատագրին չարժանանա։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ինչպես գիտեք, Ծառուկյանի դեմ էլ հարձակումներ են գործում եւ նույն Գեբելսյան քարոզչամեքենայով աշխատում են, մյուս քաղաքական ուժերի դեմ են գործում եւ մենք դատապարտում ենք բոլոր այն ապօրինությունները, որոնք իրականացվում են մեկի դեպքում մի հայտարարության համար, մյուսի դեպքում մի հարցազրույցի համար, երրորդի դեպքում մի ելույթի համար եւ ես կոչ եմ անում, որպեսզի ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերում տեղի ունենա կոնսոլիդացիա, միասնականություն, որովհետև առանց դրա այս իշխանությունները կարող են վերարտադրվել եւ եթե մենք Արցախի ճակատագրին արժանանանք, արդեն կարևոր չի լինելու թե ով է եղել, ասենք, նախագահ, վարչապետ, падգամավոր, նախարար կամ սովորական գործարար։ Այս ընտրությունները ունեն առանձնահատկություններ, առաջինը այն է, որ մենք դարձել ենք աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, երբեք նման բան չի եղել Հայաստանում, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Ալիևն ու Էրդողանը շատ ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի ընտրություններում եւ ներքաղաքական կյանքում, նրանք ունեն տեխնացու իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ երրորդ առանձնահատկությունը այս ընտրությունների այն է, որ Հայաստանում երբեք չի եղել, որ համապետական ընտրությունների ժամանակ դրված լինի լինել չլինելու խնդիր, այսինքն գոյաբանական հարց մենք երբեք չենք լուծել։ Եղել են ներքին կյանքին վերաբերող թեմաներ,
բայց դա չի վերաբերել Հայաստանի պետականությանը։ Այս դեպքում մենք գնում ենք փաստորեն յուրօրինակ հանրաքվեի եւ հունիսի 7-ին մեր քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի. արդյոք մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Ահա այս ամբողջական պատկերը ներկայացնելու համար էր, որ ես ուզեցա շփվել մեր հարգարժան լրագրողների եւ մեր հանրության հետ եւ նրանց կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրությանը, քանի որ ընտրության բարձր մասնակցությունը, ինչպես որ մենք ցույց տվեցինք Գյումրիի օրինակով, հանգեցնելու է անխուսափելի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում երնեք է տալու Սաակաշվիլու ճակատագրին, որովհետեւ այն ինչ որ արվում է մեր պետության դեմ վաղեմության ժամկետ չունի եւ արժանանալու է իրավաքաղաքական գնահատականի։ Իսկ քաղաքացիական պայմանագրի շարքերի, միջին օղակների եւ պետական ապարատին ուզում ենք տեղեկացնել, որ նրանք չպետք է իրականացնեն այն ապօրինությունները, այն ապօրինի հրահանգները, որոնք իջեցվում են վերևից։ Մենք չենք պատրաստվում իշխանափոխությունից հետո վհուկների որս իրականացնել, մենք չենք պատրաստվում թշնամանքի ատելության մթնոլորտ ձևավորել, այլ ճիշտ հակառակը, մենք հանրությանը կոնսոլիդացնելու ենք, ուժեղացնելու ենք, համախմբելու ենք։ Ահա այս ամենը, որ ես կուզենայի փոխանցել մեր հանրությանը, իսկ հիմա պատրաստ եմ